Մեղավորներ եկ չփնտրենք ինչ էր հարկավոր էր հասկանանք մենք որն էր կարևոր էր իրար սիրենք ով է մեղավոր որ ասխան հեռու է արի մենք ամեն ինչ թողնենք ոնց որ կա չնայենք ով էր ճիշտ կամ ով էր սխալու հիշենք ոչինչ չի լինում կյանքում պատահական Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Ինձանից լավ սոսին ոչ ոք չի ճանաչում։ Սոսը չէր կարասեն շուտ որոշում կայացներ ամուսնանալու։ Դուք գիտեք ես երբ եմ իմացել, որ ինքը ուզում է իմ հետ ամուսնանա։ Ու երբ։ Երբ արդեն ամբողջ լոսն էր խոսում դրա մասին։ Ու այն, որ եթե սոսը իրոք որոշեր ամուսնանալ, տեղյակ կպահեր իր քրոջը, աղբորը, ընտանիքին։ Ես ուղղակի համոզված եմ, որ սոսի ու Սառայի ամուսնությունը ֆիկտիվ է։ Իսկ քո կարծիքով ես այստեղ ինչ եմ անում, թե մտքով վտանցել է, որ եկել եմ իրենց հարսանիքի քավոր կանգնեմ։ Բայց դուք ինչ եք այդպես մտածում։ Մենք որոշում ենք Սառային դեպորտ անենք, ու հաջորդ օրը որոշում է, որ ինքը ամուսնանում է։ Դե իսկ սոսն էլ Բայց դուք սոսին չեք ճանաչում, ինքը Թե իհարկե, սոս անմեղ է։ Սոսը շատ մաքուր եւ ազնիվ տղա է, իրեն խաբել են, ես հասկանում եմ, հա։ Բայց երբ ես հայտնվեցի Իրանստանը, ես ամեն ինչ հասկացա։ Ինչ հասկացաք։ Դե որ այդ տանը նման միջոցներով փող են աշխատում։ Ես իհարկե հանձնարարել եմ, որ ճշտումներ անեն։ Ու երևի իրանց տան պապիկն էլ 10 անգամ այդպես ամուսնացել ու բաժանվել է։ Եթե դուք իրոք հետաքրքրվեք, կիմանաք, որ սոսի ընտանիքը լոսում շատ բիզնեսներ ունի։ Ու եթե դուք իրոք մտածում եք, որ սոսի ու Սառայի ամուսնությունը ֆիկտիվ է, ուրեմն դա միայն մի բացատրություն ունի, որ Սառան սոսին օգտագործում է, իսկ սոսն ուղղակի միամիտ է ու հավատում է Սառային։ Դուք ուղղակի պետքա բացահայտեք Սառային։ Ուրեմն ամեն ինչ կոտրվում է Սառայի գլխին։ Դե իհարկե սոսն է ջրից չոր է դուրս գալիս։ Ձեզ պետքա Սառային դեպորտ անել, չէ՞։ Կանենք, ես ձեզ կօգնեմ։ Ես ամեն ինչ տակից կպարզեմ։ Ուղղակի դուք ինձ պետքա մի բան խոսք տաք, որ սոսին ոչ մի բան չի լինելու։ Ես գիտես ինչ է հետաքրքիր։ Աղջիկ ջան, այս ամենը քո ինչին է պետք։ Ես ժամանակին իմ հնարավորությունը բաց եմ թողել։ Իսկ հիմա չեմ պատրաստվում։ Հատկապես երբ որ այս ամեն ինչը ֆիկտիվ է։ Դե Բարի ախոժակ։ Շնորհակալություն։ Մերսի։ Ասում եմ, այս ամատունու անունը էջել ամատունի չի։ Հա, լուրջ եմ ասում։ Եթե Գևորիկի անունը կեղծ է, նշանակում է ամատունին էլ է կեղծ։ Մտածում եմ, ասում եմ, ծնողը պետք է քնչ սիրի երեխուն, որ դնի անունը ամատունի։ Սոս, ինչ ես խոսում։ Այսինքն, այն որ հայի ազգանունը Ջեքսոնը դա նորմալ է, բայց երբ որ հայկական ամատունի անունը դա նորմալ չի։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Նշանակում է, այս ամատունին ոտից գլուխ ֆեյք է։ Սոս։ Մեզ մարդ հանային։ Բայց որտեղ մարդ չկա։ Չէ։ Կարող ես թված, բայց այդ մարդուն ճանաչում եմ, տեսել եմ հաստատ ինչ որտեղ, սոս։ Դու մտածում ես Գևորիկն է։ Սոս, եթե Գևորիկը մարդ է, կարա Գևորիկն էլ լինի։ Բայց ով էր։ Կարող է մեզ թաքուն նկարում են։ Իրոք վտանգավոր է։ Ես հիմա ինձ հոլիվուդյան սուպեր աստղ եմ զգում։ Նորմալ է մտած ամեն ինչ։
Դու կարաս լրջանաս ու հասկանաս ինչ եմ ասում։ Եթե մեզ հետևում են ու նկարում են, ուրեմն հաստատ այդ քո ասած Գևորիկը հեսա շատ լավ զգալու է, որ մենք ընդհանրապես գժի պես իրար չենք սիրում։ Բայց ի՞նչ պետք է անեմ ես։ Լուրջ տղամարդու պես նստած եմ։ Կարողա պետք է ես ժողովրդի դեմը սիլիբլի անեմ։ Սա շատ անհարմար ժամանակ ուղղակի հիշեցիր, որ դու տղամարդ ես, հասկանում ես։ Այսինքն ես տղամարդ չեմ։ Թե մտածում ես ղզիկետ ես ամուսնանում։ Կապ չունի ես ինչ եմ մտածում, կարևորը որ մարդիկ իրականությունը չիմանան։ Ուզում ես ասես ես ղզիկ եմ։ Սոս ուզում եմ ասեմ, որ մենք ավելի կարևոր միսիա ունենք։ Կարաս դրա վրա կենտրոնանաս։ Հա բայց ես ինչ անեմ։ Ես չեմ հասկանում, դու կյանքիդ մեջ սիրարված չես եղել։ Սիրարված եղել եմ, բայց սիրարված չեմ խաղացել։ Okay, արի քեզ բացատրեմ, որ դու հասկանաս։ Հիմա պատկերացրու։ Ես Նյու Յորքից եկել եմ Լոս Անջելես, չէ՞։ Մենակ աղջիկ։ Ինչ պետք է անեմ առաջինը, ես Լոսում։ Հաստատ դու ինձ ռեստորաններով ու կաֆեներով չես զարմացնելու։ Ուր կարամ գնամ։ Ուր ինձ կարաս տանես։ Universal։ Հա, լուրջ եմ ասում։ Ով գալիս է Լոս տանը Universal։ Ընդ շատ մարդ կա, խառնանք չենք երևա։ Okay, բայց ես մենակ քո հետ չեմ գնա, Սյուզեն պետք է գա։ Իսկ ես էլ չեմ վստահում, ոչ քեզ, ոչ Սյուզին։ Կմեկնեմ աղբորս։ Դու զանգ թող։ Գա։ Պապ էստեղ ես էլ դուրս էի գալիս։ Աղջիկս, եթե մի փոքր ժամանակ ունես, ուզում եմ խոսել հետդ։ Իհարկե։ Աղջիկ ջան, քանի որ ես ամբողջ ընտանիքից ու ես տեզերական ազգուտակից միայն դու ես ինձ քաշել, ուզում եմ քեզ հետ մի բան քննարկել։ Վստահ լինելով, որ ոչ ոք չի իմանա։ Իհարկե, ոչ ոք չի իմանա։ Ուզում եմ Սոսի ու Սարայի մասին խոսենք։ Դե պապ, այդտեղ ոչ մի ավել բան չկա խոսալու։ Վերջապես դու պետք է ընդունես Սոսի ու Սարայի որոշումները ու մենք կապրենք հաշտ ու համերաշխ։ Ինչ ես կարծում, դրանք սիրահարված են։ Դե պապ, եթե սիրահարված չլինեին, Սոսին չի պիտի այդ աղջկան մեր տուն բերեր։ Դե երևի, չգիտեմ։ Քեզ չի թվում, որ այս ամեն ինչը խաղ է, որպեսզի այդ Սարան քաղաքացիություն ստանա։ Պապ, դու լուրջ տենց ես մտածում։ Այդ աղջիկը վիզայի խնդիր ունի, ու այդ ամատունի Ջեքսոնը այդ կասկածով է այստեղ։ Մտածում է, որ ֆիկտիվ է։ Պապա, ոնց կարելի է լուրջ ընդունել մի մարդու ասածները, ում անունը Ամատունի Ջեքսոնն է։ Չգիտեմ, անհանգիստ եմ։ Շատ։ Դրա համար ոչ ոքի ոչինչ չեմ պատմում։ Դե պապ, եթե Սոսը չուզենար այդ աղջկա հետ ամուսնաներ, հաստատ մեր տուն չէր բերելու ու մեր հետ չէր ծանոթացնելու։ Իսկ եթե Դե կարա Սարան թղթերի խնդիր ունենա, պապ, բայց այդ չի նշանակում, որ Սոսը դրա համար է իր հետ ամուսնացել։ Ես կարծում եմ, որ Սոսը երբեք նման բան չէր անի։ Չգիտեմ, եթե պարզվեց, որ Սոսը մեզ խաբում է, ես դրան երբեք չեմ ների։ Երբեք։ Պապ, ուղղակի դու Սոսից նեղացած ես։ Դրա համար դու չես կարող ես իրավիճակին սթափնայես։ Մեկը Սոսը քո ուզածով չի անելու։ Հերիք չի, ավոն մենակ քո ասածներն է անում։ Ես գնաց, պապ։ Գնալ։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայերի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։
Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Elle Nail and Beauty Lounge մշտապես գեղեցիկ, խնամված եւ անգերազանցելի արտաքին տեսք ունենալու հայտնի անուն Նորթրիջում։ Գերժամանակակից գեղեցկության սրահում մեկ հարկի ներքո բարձրակարգ մասնագետների կողմից մատուցվում է ամենատարբեր ծառայությունները։ Դայանը Մարտեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժ գույքի առքովաճառքի գործարքների լայն շրջանակ, ներառյալ առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Մենք կօգնենք ձեզ ձեռք բերել անշարժ գույք Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market, առողջ ապագան ընտրություն է։ Էջմիածին Banquet Hall, նոր միջավայր, բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում։ Մենք սպասում ենք ձեզ։ Զանգահարեք եւ ամրագրեք ձեր օրը հենց հիմա։ Աղջիկներ, շտապեք գրանցել նոր հասցե Գլենդելում։ Դելամոր նորավոճ հագուստի նոր հասցե 1100 South Central Avenue։ Այցելեք եւ կհամոզվեք։ Դելամոր, շատ ոճային։ Grand opening. Flowers, balloons, toys, gifts and party supply. Piano Masters համաշխարհային հայտնի դաշնամուրների վաճառքի կենտրոն Լոս Անջելեսում գործում է ֆինանսավորման ճկուն համակարգ։ Այցելեք հենց այսօր եւ մեր հմուտ մասնագետները ձեզ կօգնեն ձեռք բերել լավագույն արժեքներով դաշնամուրներ։ Ներկայացնում ենք LA Regal Mortgage Group-ն ու LA Regal Realty-ն Լոս Անջելեսում առաջատար անշարժույթ ընկերություն։ Առաջարկում ենք մատչելի վարկեր եւ բարենպաստ պայմաններ վարկավորման, վերաֆինանսավորման եւ ներդրումների համար։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան, փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Bakery-ն արդեն 1 տարի է ներկայանում է հիմնովին վերանորոգված ընդարձակ խանութով։ Այստեղից դուք կարող եք գնել տորթերի բազմազան տեսականի, խմորեղեններ, թխված կաբլիթներ, ինչպես նաև պատվիրել ծննդյան, հարսանեկան եւ այլ առիթների համար նախատեսված շքեղ տորթեր ու տարատեսակ ուտեստներ։ Մեկ ճիշտ որոշումը կարող է ձևավորել ձեր ընտանիքի ներկան եւ ապագան։ Կյանքի ապահովագրություն, Living Trust, կանխապլանավորված հարկավորություն։ Մի թողեք ձեր ապագան ինքնահոսի։ Եղեք պատրաստ։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների, խոհանոցային կահույքի պատրաստում։ Մեքենաների վաճառքի կամ լիսի շուկայում լավագույն պայմաններն է առաջարկում Dan Oro Group-ը։ Մեր առաջատար մասնագետները ձեզ կօգնեն խիստ կարճ ժամանակահատվածում գնել ձեր ցանկացած մեքենան, առաջարկելով նաեւ ֆինանսավորման լավագույն պայմանները։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ A&M Law Firm։ Calcost Fencing Կալիֆոռնիայի առաջատար ֆենսինգ ընկերություններից մեկն առաջարկում է ալյումինե եւ վինիլե բարձրորակ լուծումներ ձեր տան համար։ Անվճար չափագրում, ամերիկյան արտադրանք եւ լայֆթայմ երաշխիք։ Զանգահարեք 888 735 8833։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։
Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool-Look, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Լաուր, ես գիտեմ ինչա պետք վերցնել, որ բոլորի սրտով լինի։ Բոլորի թե քո Կիմա ջան։ Լսի Լաուր, որ իմ սրտով եղավ, բոլորի սրտով էլ կլինի։ Առարկություններ կան։ Կիմա։ Ես ինչ նուրբ։ Չէ, արեսկո։ Մի րոպե։ Բարև ես, ինչով կարող եմ օգտակար լինել։ Բարև Ազիզ ջան, ինձ պետքա ամենածանր մատանին։ Ամենածանր։ Կիմա ջան, ախր դա չկա մատիկներ այնքան նուրբ են կկոտրվի։ Լաուր, մեր հարսիկը Նյու Յորքի մարզից է եւ լավ մարզված է։ Այնպես որ այս մատանիները որ մեկն էլ դնի մատիկներին, ոչ մեկ չի կոտրվի։ Լավ։ Սա մեր տեսականին է։ Ազիզ ջան, մի հատ դա էլ դուր, այդ սրտիկը դուր, հələ։ Կիմա ջան, դա էլ դիզ։ Ուզում ես քեզ էլ նվեր առնենք մի հատ կշտանաս։ Լաուր, մի հատ հանգստանաս։ Հարսիդ համար եմ առնում, իմ համար չի։ Վաղուց պարզ է։ Վերջ, 500 կիլոկալորիան գնաց գրողի ծոցը, չուզողներիս հետ միասին։ Անպայման կչաղանաս, որ մեծանաս, ինչ պարտադիր է։ Մի քիչ կերեք, մինչ աղացեք, ձեզնով զբաղվեք, սպորտով զբաղվեք։ Լավ, այս գործիքից անցնեմ մյուս գործիքին։ Սարո, սխալ ես անում վարժություններդ, մկանը ձգելուց պիտի շունչ քաշես, ու մի անգամից շունչդ բաց թողնես։ Լսի արուս, դու ինչ հետևում ես, դու ինչ ես անում ստեղ։ Իսկ դու ինչ ես անում ստեղ։ Լսի, այդ սպարտիվկեն, որ հակել ես, ոնգել ես ջահելների մեջ չես ամաչում։ Իսկ ինչ անեի, գիշերանոցով գայի մարզասրահ, թե խալատով։ Այն որ տնից կորում ես տեղ ես գալիս, Պասորեն քեզ համար նշանակություն ունի, թե ես տնից դուրս գալուց ուր եմ գնում և ում հետ եմ գնում։ Լսի, ես քեզ մի բան ասեմ ամենակարևորը, որ տնից դուրս գալուց ես մտածում եմ իմ առողջության մասին, ինձ հետևելու մասին, բայց մի բան հիշեցի, ես վերջերս էր կարծեմ, մի հատ թեթև սենց բան էիր բարձրացրել ծանրություն ու մեջ կծռվել էր, հիշում ես։ Լսի, այդ նարդին շատ ծանր էր, Բայց մեջ ես մտածում, որ մի տեղդ կկոտրվի, կծռվի, կձգվի։ Չէ, ես ատլետ եմ։ Ես բացարձակ չեմ կասկածում դրանում։ Դու ուր ատլետն ուր։ Լսի արուս, ես պատկերացրեցի հիմա ծոր ենք ունենալու։ Դե թորները մեծացել են արդեն, եկա էշ են դարել, չեն կարողանում բարձրացնել, բայց ծորանը պիտի բարձրացնեմ, սիրեմ, չէ։ Ուրեմն քո կարծիքով դու կարող ես սրա վրա ծանրություն դնես ու բարձրացնես։ Ադե պարապում եմ, որ 100 կիլո բարձրացնեմ։ 100 կիլո, դու սկի ինչ ես կարող բարձրացնել, ոչ հոգեպես, ոչ էլ ֆիզիկապես։ Ուր մնաց թե 100 կիլո բարձրացնես, 100 կիլոն ուր, դու ուր։ Վայ, սպուրցան կարտոյս, տնիկը։ Is the blazer fitting you good?
It's a little loose in the waist, and maybe the sleeves are a little long. It's okay, I can fix it for tomorrow. I need to add 2 stones, and the blazer can be good for tomorrow. Հայկ Ատլասը պատվիրեցի։ Հենց այդ էլ նայում եմ, բայց չեմ հասկանում որ մեկը ընտրեմ, որ սաղ մանրամասներ է, Ինչ մանրամասներ։ Դե նայ, կա որ մենակ քաղաքների անուններն է երևում, կա որ մենակ երկրներն է։ Ոնց անեմ, ասա տենց էլ անեմ։ Հայկ դու գիտակցում ես որտեղ ես աշխատում։ Ասենք դու չեմ հասկանում, ինձ կարող եք քալի տեղից դրել։ Մարդ չի կոմոդ։ Բա ես որտեղ եմ աշխատում։ Քո օֆիսում։ Հայկ սա ինչ տեղ է։ Ես fashion designer եմ ու էսի Ֆրադի օֆիսն է։ Հետևաբար մեզ քարտեզներ պետք չի, կտորա պետք։ Ես էլ ասում եմ բելոնեսի թազա նորավոր դիզայները ուզում տա։ Okay։ Բայց մեկ-մեկ լավ իդեաներ ես տալիս, գիտես։ Բարև ձեզ։ Մար։ Չի սպասում որ գալու ես։ Հա ուզում էի գայի քեզ մոտ։ Բա Հայկը ինչ անում ստեղ։ Ասենք կարելի է ինձ հարցնել։ Համարի հարցրեցի։ Դիզայներ եմ դառել, բա։ Գիտես մեկ-մեկ շատ լավ իդեաներ է տալիս։ Քո մոտ ինչ կա։ Գործերդ վերջացրեցիր։ Հա։ Լիսի Բել, հիշում ես այն Ամանդային, դասընկերուհիս, որ գնաց Նյու Յորք։ Հա ո՞նց չեմ հիշում։ Իրա հետ էի խոսում, զանգել էր, հարցնում էր ինչ սալոն կարամ իրան առաջարկեմ, որ ինքը մշտական այդտեղից օգտվի, Նյու Յորքում։ Ես էլ մտածեցի, այն որ սոսը աշխատում էր, այդ սալոնը առաջարկեմ, բայց անունը չեմ հիշում։ Կարող է դու իմանաս։ Ճիշտն ասած չեմ հիշում։ Գտա, այս կապուտ ատլասալն է լավ, հա։ Լավ է, բայց մի քիչ բաց երանգով գտի։ Բել, ասա էլի, փորձի հիշես, ինչ էր անունը սալոնի։ Չեմ հիշում, հələ հեռախոսդ գտաս։ Բայց հələ մետ կարող այս կանաչը նայես։ Հայկ ասում եմ կապույտ։ Հա լավ, կապուտ ուրեմն կապուտ։ Բել, մանարի, հա։ Էս էլ իրանց Instagram-ի էջ է։ Ապրես։ Գտա։ Տեսնեմ։ Մի հատ կոֆեն ինչա որ չեք տալիս մարդ խմի։ Նենց տպավորություն է ոնց որ եկել է այստեղ սոսի սալոնի անունը իմանայի։ Հիմա կդնենք։ Այդքան էլ խնդրեցինք որ չուշանան, մի հատ էլ զանգի ախորոտ։ Աբո այն զանգես չզանգես, ինքը ինչ ուզում է այն անում է։ Իսկ իրան պատասխանատվություն բառը ընդհանրապես ծանոթ է։ Սարա, ու սալոնում չես։ Ավոնը քո աշխատողը չի, մա թուլացիլ է։ Չեմ կարա թուլանամ Սոս ջանի, երբ որ ամեն վարքյանին մտածում եմ որ ինչ որ մեկը ինձ հետևում է։ Արի գնանք տուն։ Ամեն արդեն ամատունին տանը չլի։ Որ գնանք ձերոնք ստիպեն լվացքանայում ու նասկիները ճիշտ դասավորելու քնություն անցնեմ, գոհ եմ։ Դե մարդիկ այդ անում են որ տնից լավ կպայես թե չէ։ Ինչի վստահ են որ դու քեզ չես կարա պահես։ Որ տես դիներ ես շուտ բանից ամուսնացել եմ։ Դե որ ամուսնանաս, այդ աղջիկան կզգուշացնես, որ ինքը քո այդ կյանք մտնում քեզ պահելու համար, ոչ թե երջանիկ ու սիրված լինելու։ Չես գլխիդ կակալոլո կարդում ես, Սարա։ Իա լավ այկա։ Բարև ձեզ։ Չեք կրնա պատկերցնել, թե աբոն ինձ ինչ լավ տեղ եք տարել։ Գոնե ինչ որ մեկը առանց աղջկան հարցնելու ինչ որ լավ տեղ է տանում։ Պադիշապ էին գնացել։ Ինչ է չիրքին, ինչ կխնդար։ Չեզ է տանեմ բադիշապ։ Չէ մենք ուրիշ տեղ կգնանք։ Ես ինչի՞ այդպես կատաղ է։ Կամ ուզում էր որ իրան էլ տանենք հետներս բադիշապ։ Չէ որ իրան տանենք մի ամիս կպային, վրան ենքան գործ կա։ Շատ է, չէ վրայի գործը։ Առաջի անգամ քեզ եւ համաձայն եմ այ չիրքին։ Մար չես դառնա, մա։ Դի առաջ չիրքին անդեր շուտ։ Իսկ ովքեր են, Գևորիկ։ Սոսներ Սարան ու երկու կել կային։ Ոնց երկու օքի։ Կարծեմ մեկը աղջիկ էր, մյուսը տղա։ Արա դու լրիվ տավարից ցավ ես, արա։ Արա դու տղուն աղջկանից չես տարբերում։ Ես տարբերում եմ, ուղղակի աշկերս մեկ-մեկ սխալ են ցույց տալիս։ Ես շատ տոլերանտ եմ։
Լավ, Գևորիկ, գնա հետևներից բաց թողես, ես կարևոր գործ ունեմ հիմա։ Արա դու լրիվ ուխտես, արա։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամուտի տանում, ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարվծվում է։ В общем, ջոգիր մերնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայրի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. Զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ ST Market, երբ գնումներ կատարելը ոչ միայն մատչերի է, այլ նաև հաճելի։ Հասցե 7240 Foothill Boulevard, մուտքը Hill Heaven եւ Foothill փողոցների անկյունից։ Համար գործում է նաև շների մանկապարտեզ, որտեղ կարող եք ըստ սահմանված ժամերի թողնել ձեր շանը աշխատանքային օրերի ընթացքում։ Եթե ճանապարհորդելու եք, հոգ չէ, կարող եք թողնել ձեր շանը 1 օրով կամ 1 ամսով, վստահ լինելով, որ 24-ժամյա հսկողությունը նրանց անվտանգ է պահում։ Եվ սա դեռ ամենը չէ, տրամադրում ենք նաև վարսահարդարման ծառայություններ եւ հատուկ ուսուցում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ վերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված անխորժելի սալմոն։ 807-771-77-71։ This is not for beating. This is to prepare delicious food. Royal Travel-ը ներկայացնում է 2025 թվականի խմբակային ճանապարհորդությունները հունիս 25 Իտալիա, Սիսիլի, Ամալֆի, Շվեյցարիա եւ Ֆրանսիա, օգոստոս Scotland, Ireland, England եւ Amsterdam։ Զանգահարեք 818-487-8875։ Nostimo Grill հունակահանոցի ամենահամեղ ուտեստները Լոս Անջելեսում։ Հունաստանից հայ հիմնադիրների կողմից բացված ռեստորանում դուք կարող եք համտեսել հունական խոհանոցի իրական համը։ Համեղ գերոների լայն տեսականի պատրաստված թարմ եւ բարձրակարգ մսանաթերքով։ Կատարվում է առաքում, իրականացվում է նաև քեթրինգ ծառայություն։ Ծրիա, սենսացիա ստեղ, հա։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օդանավով։ Այո։ Դոլար ուղարկես, դոլար ստանա։ Մի տոկոս, հա։ Այո։ Ծրիա, էլի։ Black House NoHo համի երաժշտության եւ անմոռանալի երեկոների վայր 2019 թվականից ի վեր Black House-ը դարձել է Լոս Անջելեսի հարյուրավոր քաղաքացիների ժամանցի ամենանախընտրելի վայրը։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։
Կարբաս ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացնում է համեղ եւ բարձրորակ պատրաստի ուտեստների լայն տեսականի։ Ձեր զբաղված առօրյայի անբաժան մասը կարող է դառնալ սառեցված սննդամթերքի բազմազան տեսականին, ձեր նախասիրություններին համապատասխան պատրաստված սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերով։ Հայաստանում արտադրված Ավշարի գործարանի պահածոները, մուրաբաները, հյութերն ու այլ արտադրանքը այժմ հասանելի են նաեւ Լոս Անջելեսի սպառողներին։ Զանգահարել 818 648 9922 հեռախոսահամարով։ Vanity X ինտերիեր դիզայնով հագեցած խանութ սրահ, համաշխարհային բրենդ հանդիսացող տարբեր ապրանքատեսակներ, ընդունվում են պատվերներ խոհանոցային կահույքի համար, իտալական հանրահայտ Rives ֆիրմայի էքսկլյուզիվ ներկեր, 17037 Ventura Boulevard Encino։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Եթե դուք փնտրում եք հարմարավետություն եւ որակ, ապա Mattress Star-ը ձեր լավագույն ընտրությունն է։ Մեր մասնագիտացված թիմը պատրաստ է ձեզ օգնել։ Մեծ ցուցասրահ, հսկայական ընտրություն։ Ես բժշկուհի Վարդուշ Քեշիշյանն եմ, բժշկական կրթությունը սկսել եմ Հայաստանում, հետո մասնագիտացել եմ լսողական խնդիրների ուղղությամբ եւ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Same prices right here in Glendale, right down the road from your home. Call us or come schedule an appointment at 229 North Central Avenue on the 2nd floor in Glendale. Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool-Look, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Բարև, նստիր։ Նստիր։ Ասում են, ստեղ լավ համով կերակուր են տալիս։ Հա, ճիշտ են ասում։ Սա իմ սիրելի վայրն է։ Ես ոնց հասկացա, արդեն բուժվել ես, հա։ Դեռ չհասցրեցինք բաժանվել, արդեն կանչում եք ինձ լուրջ խոսակցության։ Ինչ կա։ Մի բան կա քննարկելու, մտածեցի այստեղ հանգիստ կլինի։ Ասում եմ։ Լսի ինչ եմ ասում ամատունի։ Ես վստահում եմ իմ տղային եւ գիտեմ, որ այդ ամուսնությունը ֆիկտիվ չի։ Բայց հետո ինչ կա դրա մեջ։ Ինչ կա այդ ամուսնության մեջ։ Մարդիկ ամուսնանում են։ Քիչ դեպքեր կա, որ գալիս են այս երկիր, ամուսնանում են քաղաքացու հետ։ Հա? Դրա մեջ ինչ վատ բան կա։ Հավատացեք, ոչ մի վատ բան։ Հակառակը։ Եթե մարդիկ իրոք սիրահարվում են, ամուսնանում են, ընտանիքին կազմում, դա հրաշալի է։ Բայց եթե չեն փորձում մեզ հիմարացնել, ճիշտ հասկացեք, մասնագիտական ինքնասիրության հարցը։ Գիտես ինչ կա։ Արի գնա քո գործերով թողես մարդիկ հանգիստ ամուսնանան։ Միստր Վահե, Սարայի վիզայի ժամանակը լրացել է վաղուց։
Եվ աղջիկը կանգնացա դեպորտացիայի առաջ։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ հենց մենք պատրաստվում ենք նրան դրա մասին ասել, հայտնվում է ձեր տղան, ու վերջում պարզվում է, որ նրանք ամուսնանում են։ Եվ եթե այս ցույց այդ ամենը շարունակվի, ես ինքս ինձ չեմ հարգի։ Պատվի հարց է։ Համաձայն եմ, կարող է կասկածելի թվա, բայց հնարավոր է, որ շատ ճիշտ է։ Դու ապացույցներ չունես։ Ես կունենամ ապացույցներ, ես դրա համար եմ այստեղ։ Բայց դու լավ մարդ ես, պարոն Վահե։ Ես պարզապես մի խորհուրդ ունեմ։ Տղայիդ ասա թող գա ինձ մոտ ամեն ինչ պատմի։ Իրան ոչինչ չի լինի, հավատացեք։ Աղջկան էլ ընդամենը կուղարկենք հայրենիք։ Լսի քեզ ինչ կասեմ մամատունի։ Վերջ։ Մենք արդեն պատրաստվում ենք ընտանիքով հարսանիքի։ Ինչ ուզում ես անել։ Հասկանում եմ։ Չես ուզում տղայիդ մեղքը ընդունել, ինձ մոտ էլ չես ուզում ցույց տալ, որ ամեն ինչ հասկացել ես։ Ու այդպես տղայիդ ես պաշտպանում։ Պարզ է։ Դուք պատրաստ եք ձեր հարսանիքին։ Դե ես էլ իմ անելիքը կանեմ։ Չեմ գտնում քեր, չկան, ոնց որ կորել են։ Ես ինչ անեմ, ստեին նոր, բայց կորան, չկան։ Ես ինչ անեմ, քեր ջան։ Հախ ես գոռում, քեր ջան։ Ես ինչ անեմ։ Հələ մի րոպե։ Հեն են, ոնց որ երևում են, քեր ջան, հələ սպասի։ Վերջ, կա, գնացինք։ Աղջի ինչ աղթե գնացինք։ Չենք երթաներս, եկել ենք որ երթանք։ Սյուզի ինչի համար եկել ենք, արդեն կա եկել ենք Universal Studio-ի մոտ նկարվենք։ Հիմա գնում ենք ուրիշ տեղ նկարվենք։ Աման, աղջի ետ արի։ Ինչ չես նայում վրաս չիրքին անդեր։ Ես կուզեմ երթամ Universal Studio-ը տեսնիմ այդ տղա։ Ինձ մի ասա, կախարդին ասա։ Ինչ աղթե կախարդին ասա, ետ արի հələ, շուտում ետ արի։ Այդ տղա, երթանք էլի։ Աման, չենեմ։ Չէ, մարդը երկու տղա ունենա, ու այդ երկու տղուց մի հատ տղամարդ չստանա։ Մենք մենակ ենք, վայ։ Ես ինչ եղավ, հա? Շուրջդ նայիր, ոչոք չկա։ Ես ինչ ես խոսում, տանը գիտես ինչքան մարդ կա։ Մենակ ենք մնացել, վաղուց, ես իմ ամուսնու հետ, մենակ նույն տարածքում չեմ գտնվում։ Ինչ ես անում, լերջ դուր, հա? Ես էլ կինեմ չէ, ես էլ եմ ուզում երբեմն ամուսնուս հետ մենակ մնալ։ Եթե իմանայի մենք երկար ժամանակ մենակ չենք մնալու, հետո չէի ամուսնանալ։ Վերջացրու, լավորա վերջացրու։ Դե լավ, այդ դեպքում խոստացիր, երբ երեխաները ամուսնանան, մենք էլ քեզ հետ մեղրամիս կունենանք, լավ։ Ինչ ես խոսում, երեխաներն են ամուսնանում, մենք մեղրամիս ունենանք։ Մտում են ժամանակ մեղրամիս ունեցանք, որ հիմա չունենանք։ Ինչոն շնորհակալ ես։ Չես հիշում կանարյան կղզիներում մեր մեղրամիսը։ Կանարյան կղզիները, ես, դու,
մեկ էլ մի մեծ ժայռ կիման։ Լաուր։ Բա ինչ լավ այստեղ է։ Հա։ Արի, կիմա ջան, արի։ Ես էլ դուրս նստած էի մենակ, լքված, ոչ ոք չկար։ Էս ի՞նչ եք անում ստեղ։ Քեզ էինք սպասում։ Լաուր։ Էս էլի դեղերը չես խմել։ Չէ։ Բայց քեզ նման է, Սարա։ Ինչ հիմար նկարներ են ստացվել, ես ուզում եի սրանք գոնե ամատունում ցույց տանք։ Մազերս այս քամուց նենց է խառնվել, ոնց որ Դեզդեմոնան լինեմ։ Նորմալ է։ Ինչ սալոնում ունես բաներ են ասել քո մասին, բոլետի հետ։ Այսինքն մի հատ հաճախորդ ունենք, ասում էր Սարա ոնց որ բզեզ է լինի, այն որ գիշերը քնածես, մեկ էլ մատ բզեզ։ Որը տազդում է։ Ուսած քեզ խելոք պա, ես վիզայի հարցը չլիներ, երդվում եմ քեզ այս օվկիանոսում խեղդելու էի։ Վիզայի հարցը չէր, քո ինչ գործ ունեի։ Բարի գալուստ ABC Kids։ ABC-ն առաջարկում է 2-ից 5 տարեկան երեխաների խնամք եւ կրթություն։ Կենտրոնում ներդրված է հատուկ մշակված նախադպրոցական ծրագիր նահանգի կողմից հաստատված բոլոր չափորոշիչներով։ Ծրագրում նաեւ ներառված են շախմատի, արտի, պարի, հայերենի եւ կավագործության դասերը։ Երեխաներին տրամադրում են օրգանիկ եւ թարմ սնունդ։ Ընդունելությունը բաց է Glendale Garfield, Glendale Colorado եւ North Hollywood մասնաճյուղերի համար։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայերի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Glendale-ում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Մանհեթենի հանրաճանաչին 3-րդ ավենյուում գործում է E&D գեղեցկության սրահը, մազերի հարդարում, հայլայթ բալայաշ, պերմանենտ, դիմահարդարում, լազերային մազահեռացում եւ ավելին։ Սիրով սպասում ենք ձեզ E&D գեղեցկության սրահ։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում այցելությունների համար զանգահարեք։
Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ SM-H Garage, այստեղ իսկ կարճ ժամանակահատվածում հմուտ մասնագետները կկատարեն բեռնատար մեքենաների, ավտոմեքենաների, RV-ների վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք։ Դիմահարդարման միջոցով գեղեցկության արվեստին նոր չափանիշներ հաղորդելու Աշխեն Կոստանդյանի մոտեցումները անսպառ են։ Beauty Fabric, երբ գեղեցկությունը հաղթահարում է բոլոր արգելքները։ Հայաստանում արտադրված բարձրորակ եւ լավագույն սուրճի համբավ ունեցող Royal Armenia ընկերության տեսականին այսուհետ կարող եք գնել նաեւ Լոս Անջելեսի բոլոր հայկական խանութներից։ Explore your future. Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդենում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool-Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Մարմինդ բռնվել է, չես կարողանում քայլել։ Ինչի համար եկան կստել։ Էլի բացատրեմ, նստի։ Եկել ենք բանկական խաղահրապարակ։ Ինչի մանկությունը տես հիշել։ Ոչ թե հիշել, այլ կանխատեսել, ոչ թե իմ մանկությունը, այլ մեր ծնված ծորնիկի ապագա մանկությունը։ Հասա։ Ինչ ես խոսում։ Ինչ թվում է քեզ մարզվել է, հա, կացուցված է, հա, ֆիզիկական ակտիվությունից քո ուղեղն անջատվում է, Սարոն ջան, դու թարախս բժշկի դիմել ես, խորհուրդ հարցրել ես։ Բայց ինֆանտիլ կնեք դուրս եկավ դու գիտես։ Ես ուզում եմ իմանամ 21-րդ դարում այս երեխեքը ոնց են զարգանում, այդ ասում եմ հիմա երեխան խոսելով է ծնվում, լսել ես դրա մասին։ Չեմ լսել, բայց եթե մեր ծորը ծնվի ու քեզ քաշի, 5 տարի հետո հազիվ թե խոսա։ Հա։ Բերդեմ ջանին ոնց ծորնիկիս տարիքին չլնի։ Այդ գայս 4 տարեկան է։ Աչի դու կարծում ես, որ մեր ծորը 4 տարեկան է ծնվելու։ Բայց ինչ վատասեր կնեք ես դու գիտես։ Վատասեր։ Հա, ինչ վատ։ Այդ երեխեքը ոնց են շփվում, ոնց են խաղում, ոնց են իրար հետ խոսում, այդ նայեք կյանք ասա։ Այդ դու ենքան ես հավանել այդ երեխին ու քիչ ամնում հետներս վերցնենք տանենք տուն։ Ալո, նենց լավ աստեք, հեր, կարաս գաս։ Ուր են, Գևորիկ դրանք։ Ոնց որ չկան։ Ոչ չկան, Գևորիկ։ Արա դու լրիվ դեբիլ ես, ես չեմ հասկանում։ Դժվար քեր ջան։ Մաման ասել է, որ տոշնի քեզ եմ քաշե։ Բայց միջև մի քեզնից նեղված է։ Որան դեպորտ ես արել։ Արա ուրեմն ուշադիր լսի ինչ եմ ասում քեզ, դրանց գտնում ես։ Ու գործը շարունակում ես, թե չէ մորդ հետևից ուղիղ դեպորտ արա։ Ինչքան հետևել եմ հերիքա։ Սրանք հաստատ իրար սիրում են։ Ոնց։ Դա հնարավոր չի։ Հա, մի քանի հատ նկար ունեմ, տենաս չես էլ կհասկացի։ Aman, աղջի սիգիսին սիրուն տեսարան է։
Գիտես, ես իսի կինոն տեսել եմ։ Ինչ կինո, Սյուզի։ Չգիտես, GTA-ը։ Ինչ GTA։ Այ մարդու չես իմանա, ավոն կիմանա, ավո։ Ուր է ավոն։ Երևի սոսիեթել են խաղն են խաղում։ Էսի մեյլ ա եկել Սյուզի ինձ։ Այն Նյու Յորքի Beauty Space սալոնից։ Այն Մանհեթենի վրայինը։ Հա, այդ Central Park-ի կողքից որ։ Աշխատանք են առաջարկում ու ասում են, որ համարս անհասանելի է, խնդրում են զանգյան։ Հəbə մեյլը դու ցույց գիտեն, աղջի։ Դե ռեզյումե ունեմ տեղադրած LinkedIn-ում, երևի այնտեղից են վերցրել։ Աղջի, օրեղրի ինձ էլ հետդ կտանիշ, չէ։ Սյուզի, սպասի մի հատ ես տեղավորվեմ, կարող եմ իմանան վիզայի հետ կապված խնդիրներ ունեմ, ինձ էլ չվերցնեն։ Բայց կտանիշ, չէ։ Ալո, բարև ձեզ, Սարանա, դուք ինձ մեյլով գրել էիք։ Ես վաղուց էի հետևում ձեզ ու այսօր իմացա, որ նախորդ սալոնից դուրս եք եկել։ Մեր սալոնում top management-ում ձեր համար աշխատանք ենք առաջարկում։ Հուսով ենք չեք մերժի։ Կարող ենք իհարկե պայմանները քննարկենք, բայց ես այս պահին վիզայի խնդիր ունեմ։ Ձեր նախորդ աշխատավայրից ասել են դրա մասին։ Վիզայի համար մի անհանգստացեք, մենք կլուծենք աշխատանքային վիզայի հարցը։ Այդքան հեշտ։ Լավ կադրերի համար պատրաստ ենք։ Լավ, այդ դեպքում կարող եմ մոտենալ եւ մանրամասն քննարկենք պայմանները, ուղղակի այս պահին ես Նյու Յորքում չեմ։ Սալոնի տերը միայն վաղն է Նյու Յորքում։ Եթե կարողանաք վաղվա մեջ գալ, հանդիպել հետը, բոլոր հարցերը կկարգավորվեն։ Վաղը։ Այո, եւ հետաձգել հնարավոր չէ։ Լավ, ես վաղը կլինեմ։ Սիրով կսպասեմ։ Լավ էլ ստացվում ամոքս վաղը։ Էլի ինչ-որ բան կցանկանաք։ Հա, այս հրաշալի առիթով ինձ բերեք շամպայն ու շոկոլադե թխվածք։ Չէի պատկասնում, որ սենց հեշտ կստացվի։ Ինչը պատվիրել է։ Չէ, իհարկե։ Լավ տրամադրություն ունեք։ Շատ։ Համ որ ձեր մոտ եմ, համ էլ մի շատ կարևոր գործ արեցի։ Հիմա կբերեմ։ Չերքիններ, եկեք։ Մենք սեմ կարե ավորին, սապ տունը դուր շի գալի։ Սոս, հետո խոսալու բան կա։ Շատ։ Դեպա։ Դիասա սպանի։ Ասում եմ, բայց խոստացի, որ խաչիկոյի նման չես նստելու ինձ սպասես։ Սպասեմ, ինչի սպասեմ։ Դե խոստացի, որ հետևիցս չես լացելու։ Անես չանես, քեզ թողեմ ստե ու գնամ։ Թողնել գնալու կարիք չկա, ես ինքս եմ գնում։ Ինչ։ Վաղը առավոտյան, Նյու Յորք։ Աշխատանքի առաջարկ եմ ստացել, վիզան էլ կարգավորում եմ։ Տենց հեշտ։ Չնայած քեզանից լավ բան չէ սպասում։ Էսի մուկա, բայց դու կռիս ես, կռիս։